Սրբազան, ձեր հագուստին, եկեղեցական հագուստին մեծ հայք գրությամբ կրծքանշան է փակցրած, այն անձինք, ովքեր ունեն այս կրծքանշանից, իշխանություններն ասում են, որ նրանք սադրիչ են, նրանք պատերազմ են տենչում, պատերազմ են հրահրում։ Բայց հանցագործ չենք։ Արցախ չենք հանձնել 5000 եւ ավելի երիտասարդների ու հայ մարդկանց կյանք չենք զոհել, անհայտության մեջ գտնվող թշվառ վիճակի մատնած մարդկանց կյանքերին դժբախտություն չենք բերել, հազարավոր վիրավորների պատճառ չենք եղել, Հայաստանը կտոր թշնամու չենք հանձնել, ատելություն, թշնամություն, մարդկանց միջև ուղղակիորեն քայքայում բերելու հարաբերությունների, եկեղեցու վրա չենք հարձակվել, ինքնության խարխլման պատճառ չենք դարձել, Արարատը չենք ուրացել, ցեղասպանությունը չենք ուրացել եւ այսպես շարունակ։ Իրենք մեզ ասում են սադրիչ են, իրենք էլ հանցագործ են ուղղակի, հանցագործ։ Եկեղեցու դեմ ուղղված քայլերի մասին հիշեցրիք, որին միացել են նաև ձեր սրբազան եղբայրները։ Ընդունելի է արդյոք նրանց այս քայլը մի կողմ դնելով ընկերական եւ այլ հարաբերություններ։ Լիա ջան, մենք ժամանակին այդ մասին գրել ենք դեռ կալանավայրից։ Այն նշանավոր տերմինն էլ, որ օգտագործում ենք, մեր ներմուծածն է։ Միքայել Սրբազանի հետ միասին։ Դրանից ավել ես ինչ ասեմ այդ թեմայով։ Միշտ ասել եմ, այս բոլորի առջև քիչ որ նշեցի, ամեն մարդ թող ինքը հաշվետվություն տա իրեն, ինքը ինչպես է զգում այդ բոլորի դիմաց, ինչ է ապրում այդ բոլորի դիմաց, հատկապես հոգևորականները։ Թող իրենք հաշիվ տան, մտածեն, այդ բոլոր արհավիրքը, որ տեղի է ունեցել, ինչի մասին քիչ առաջ խոսում էի, իրենք դա ոնց են գնահատում, ճիշտ է դա, թե սխալ է։ Կեղծ օրակարգեր են բերվում, եկեղեցու դեմ ենք, եկեղեցու դեմ չենք, բարենորոգում ենք, չբարենորոգում ենք, ես ուրիշ հարց եմ տալիս։ Այն մարդու հետ են, եթե այդպիսին գոյություն ունի, ով էս բոլորը գործել է։ Հիմա ինչ ասեմ։ Իսկ ձեր կարծիքով ինչն էր պատճառը, որ նրանք միացան։ Ես չգիտեմ ինչն էր պատճառը, ունեին անձնական խնդիրներ, Արշակ Սրբազանի ես ոչ շփվել եմ, ոչ գիտեմ, ոչ էլ տեղյակ եմ։ Այդ ժամանակահատվածում էլ եղել եմ կալանավայրում։ Եվ ողջամիտ կասկածել ունենք, որ մեր կալանավայրում, որի մասին արձանագրել են, մեր կալանավայրում գտնվելու պատճառներից մեկը, եթե ոչ հիմնականը, իրենց ձեռքով է եղել ուղղակի։ Ձեր կարծիքով Միքայել Սրբազանը պետք է վարչապետի թեկնածուի առաջարկը ընդուներ, թե ոչ։ Հարցազրույց եմ տվել այդ մասին, խոսել եմ իր որոշումն է, ես բանտում խոսել եմ իր հետ, բանտում, ներողություն, հանգստյան տանը, խոսել եմ իր հետ, խոսել ենք այդ թեմայով, հորդորել եմ, ասել եմ, ինչքան որ, բայց ինքն է որոշում կայացնողը չէ եղել։ Սրբազան, կան մարդիկ, ովքեր Բայց մի հարց ասեցիր, որտես 10 հարց տվեցի։ Ովքեր նաև մեղադրում են ձեզ Սրբազան պայքարի ընթացքում, այսպես ասած, սխալներ գործելու համար։ Եթե դուք ինքներդ ձեզ հարց տաք, որոնք են եղել ձեր սխալները։ Էլի կրկնեմ, իսկ ճիշտ բան չեմ արել երբեք։ Որևէ ճիշտ բան չեմ արել։ Ես շատ եմ ասել, շտապեցինք, սխալվեցինք, հիմա դրա դետալները էլ չեմ բացելու։ Երկրորդ, ես գոնե գործել եմ, կենթանի մեռել չեմ եղել կամ գրասենյակում չեմ նստել, չեմ ասել սա իմ գործը չի, պատասխանատվություն եմ ստանձնել, այո, ինչ որտեղ հաջողել ենք, ինչ որտեղ թերացել ենք, քաղաքական իմաստով չենք հաջողել, վստահ եմ բովանդակային իմաստով շատ ենք հաջողել։
Այսօր քաղաքական դաշտում, այսպես ասեմ, քաղաքական դաշտում եւ այլն շատ մարդիկ կան, ինչ շատ հարազատ, որոնք ծնվել են այս պայքարից։ Հիմա եթե ոչ մի բան առաջ չնենք, գոնե այդ մարդկանց հույս ենք տվել, ճանապարհ ենք տվել եւ շարունակում ենք տալ եւ շարունակելու ենք տալ։ Եվ մի բան էլ ասեմ, Սրբազան պայքարը չի ավարտվել։ Իմ տեսքով կամ ուրիշի տեսքով կապ չունի։ Եթե Հայաստանը ազատագրված չի, ուրեմն չի ավարտվել։ Եվ ես ժամանակ առ ժամանակ երբ խոսում եմ այս մասին, միշտ խոսում եմ, որ սա քաղաքակրթական կռիվ է, բովանդակության մասին է մեր արժեքների կորստյան մասին է կամ դրանց պաշտպանության մասին է, որ իրավունք չունենք ուղղակիորեն վրայից անցնելու։ Զի քաղաքական պայքար, ոչ մի քաղաքական պայքար չկա եւ ես շատ ճիշտ բաներ եմ արել։ Մենք ինչ կապ ունենք սիրա հետ, ինձ չեմ հասկանում։ Վերջի ես էլ ասեմ Հայկնովա նոր իմացա որ դու ես պատճառ այդ կոնն է։ Ֆրոզիկը որ ասում են ստա սոխո ասկուդեի մեկը շրախ շուշեկը ջարդը, բայց գիտես հետաքրքիր որ ասում են 10 հատ մարտական խանութ, չէ՞։ Հիմա տես վիդեոների մեջ կա փաստաբան, կա բան։ Գենետիկի։